Փարտիրոջը քույրեր եղբայրներ, ինձ համար էլ մեծ պատիվ է լինել ձեր մեջ, երկար ճանապարհ կտրել, գալ այստեղ եւ ինչ-որ բան փոխանցել, սա մեծ պատասխանատվություն է։ Ինչ ասես, ինչ խոսես, որ հազարավոր կիլոմետր կտրել եկել ես ու այստեղ ինչ-որ մի բան պետք է ասես մարդուն։ Նախ պետք է ասեմ, որ բարով ես եկել Տիրոջ տուն։ Սա պատահական չի եւ Տիրոջ հոգու ներկայություն այստեղ կա։ Ուստի կուզեմ, որ ուշադիր լինես Սուրբ Հոգու գործին։ Մենք հայերս մի հետաքրքիր սերմ ենք սիրում ուտել, հայերեն ասած սեմեչկա, արևածաղիկ, սեմուշկա։ Դա արևածաղկի սերմն է, իսկ գիտեք ինչու է կոչվում արևածաղիկ։ Որովհետև այս ծաղիկը հետաքրքիր հատկություն ունի, երբ որ արևը դուրս է գալիս, ինքը իր թերթիկները բացում է։ Արևը որ կողմ թեքվում է, ինքը գլուխը այդ կողմ տանում է։ Արևը մայր է մտնում, ինքը իր գլուխը կախում եւ ցածացնում է ցած։ Մեր արևը Տեր Հիսուս Քրիստոսն է։ Արևածաղկի նման թող որ դու միշտ հետևես նրա ներկայությանը։ Քո ուշադրությունը թող Տիրոջ տանը ուրիշ ոչ մի բան չգրավի, միայն Տերը, միայն Սուրբ Հոգին։ Ամեն։ Բարդ Տիրոջը քույրս եւ եղբայրս կուզեմ այսօր բաժնեկցել ձեզ հետ եւ խոսել մի նյութի շուրջ, ճիշտ է ուրիշ բան էի պատրաստել, բայց ոնց որ Տերը առաջնորդեց որ այս նյութը խոսեմ եւ այս նյութը վերնագրել եմ այսպես. միշտ հուսա Աստծուն, որովհետև Աստված երբեք չի ուշանում։ Սաղմոս 2-ն 70 Սաղմոսի 5-րդ համարում ասում է. Ես աղքատ եմ եւ տնանկ, ով Աստված, շուտով հասիր ինձ։ Դու ես իմ օգնականը ու փրկիչը, Տեր, մի ուշանար։ Այս Սաղմոս 2-ն հոգս ունի, խնդիր ունի, դժվարություն ունի եւ խնդրում է Տիրոջը եւ ասում է. Տեր, դու իմ օգնականն ես եւ դու իմ փրկիչն ես։ Մեզանից շատերս ունեցել ենք մեր կյանքի մեջ դժվարություններ եւ խնդիրներ եւ այն ծարաված փափագով սպասել ենք, որ Տերը երբ կպատասխանի մեր աղոթքին, երբ լուծում կտա մեր աղոթքին եւ մենք ինքներս էլ ուզել ենք, որ մեր պատասխանը չուշանա։ Եթե խոսում ենք ուշանալու մասին, ապա պետք է ասենք, որ այդ ուշանալուց առաջ հույս կա։ Դու հույս ունես եւ սպասում ունես։ Եթե խոսում ենք ուշանալու մասին, ապա այնտեղ կարիք կա, ակնկալիք կա, փափագ եւ սպասում կա, որ դու սպասելով սպասում ես Տիրոջ ողորմությանը եւ Տիրոջ պատասխանին։ Մենք այնպիսի ժամանակներ ենք ապրում, քույրեր, եղբայրներ, որ ամեն ինչ շատ արագ է ընթանում, արագ է զարգանում եւ դրա հետ մեկտեղ զուգահեռ մարդիկս դարձել ենք անհամբեր։ Ինչ ուզում ենք շուտ լինի։ Հերթի մեջ չենք ուզում կանգնել, կարմիր լույսի տակ չենք ուզում կանգնել, ինչ որ բաների մեջ չենք ուզում սպասել, ուզում ենք ամեն ինչ արագ լինի մեր կյանքի մեջ։ Մեր ուզածը, մեր ցանկացածը արագ հասնի տեղ, հասնի մեր նպատակին։ Բայց պիտի ասեմ, որ այդպես չէ, թեև այս կյանքում, այս աշխարհում ժամանակակից տեխնիկաները հնարավորություն են տվել, որ շատ հարցեր լուծվեն, շատ խնդիրներ լուծվեն, արագացրել են շատ բաներ, բայց դրանով մեր հոգսերը, մեր դժվարություններն ու խնդիրները չեն քչացել։ Հակառակ ասեմ, ավելի շատացել եւ բարդացել են։ Նույն առողջական, ֆինանսական, ընտանեկան, հոգեբանական, մարդկային հարաբերությունների խնդիրները գնալով ավելի շատանում եւ ավելի վատթարանում են։ Աշխարհիկ մարդիկ կարող են մտածեն, որ ասեն, եթե շատ փող ունենամ, լավ խնամի ծանոթ բարեկամ ունենամ, իմ բոլոր հարցերս կլուծեմ։ Բայց Սուրբ Գիրքը այլ բան է ասում։ Ամեն չարիքների արմատ ասում է արծաթասիրությունն է։ Եթե մեկը շատ փող ունի, ճիշտ է, որ ժողովողը ամենաիմաստուն մարդը ասում է, որ արծաթը պատասխան է տալիս ամենքին, բայց հարցեր կան, որ արծաթը չի օգնում։ Հարցեր կան, որ բարեկամդ չի կարող օգնել։ Հարցեր կան, որ ծանոթդ ու խնամիդ չեն կարող օգնել։ Դա միայն կարա անի կենդանի Աստված, որին ես եւ դու պաշտում ենք։ Ամեն։
Ուստի Սուրբ Գիրքը մեզ սովորեցնում է եւ ասում է. մի հուսակ իշխաններին եւ մի հուսակ մարդու որդիին, որի մոտ փրկություն չկա, այլ երանի այն մարդուն, որի օգնականը Հակոբի Աստվածն է։ Երանի քեզ, եթե քո հույսը կենթանի Աստծո վրա ես դրել։ Մի հուսա մարդուն, որտեվ եթե այդ մարդը չլինի, քո հույսերը չեն արդարանա։ Բայց մեր Աստված ժամանակավոր չէ։ Մեր Աստված հավիտենական Աստված է, եւ մեր Աստվածը ամենալավ պատասխանն է տալիս մեր խնդիրների եւ մեր դժվարությունների։ Հոգևոր մարդը միշտ իր հայացքը ուղղում է երկինք եւ իր բոլոր սպասումները Տիրոջից են։ Սաղմոս 121-ում ասում է. ես բարձրացնում եմ իմ աչքերը դեպի սարերը, որտեղից կգա իմ օգնությունը, հարցնում է եւ անմիջապես պատասխանում. իմ օգնությունը Տերիցն է, որ երկինքս ու երկիրս արավ։ Աստված ունի լուծումներ, բայց պիտի ասենք, որ միշտ չէ, որ Աստծո լուծումները անմիջապես են գալիս մեր կյանքի մեջ։ Հոգսեր կան, խնդիրներ կան, որոնց լուծումը ժամեր, ամիսներ, տարիներ անգամ կարող է քաշեն, եւ մենք որպես քրիստոնյա չպետք է հուսահատվենք։ Սաղմոս 2-ն ասում է. սպասելով սպասեցի Տիրոջը։ Մենակ չսպասեցի, այլ սպասելով սպասեցի Տիրոջը, այսինքն կրկնակի ավել սպասեցի Տիրոջը։ Եվ շատ կարևոր է, որ մենք քրիստոնյաներս սպասենք այնքան ժամանակ, չկորցնելով մեր հավատքը, չկորցնելով մեր հույսը, որովհետև Աստված ճիշտ ժամանակին կանի քո կյանքիդ մեջ։ Մի հրաշալի պատմություն կա Աստվածաշնչից, որ կուզեմ հիշեցնել ձեզ։ Հիսուսը իր աշակերտների հետ մեկտեղ էր եւ մեկ էլ մի լուր եկավ։ Ասեցին, քեզ շատ սիրելի բարեկամդ Ղազարոսը հիվանդ է։ Խնդրում ենք շուտ արի եւ իրան բժշկի։ Այսօր եթե դու հեռագիր ես ստանում կամ հեռաձայնում են ասում են քո հարազատդ հիվանդ է, ինչ գործ մորց ունես, թողում ես շտապ ինքնաթիռի տոմս սառնում ես ու թռնում ես եւ գնաս քո հարազատիդ հասնես, ինչով կարողանաս օգնես։ Հիսուսը թվում էր, թե այդպես պիտի աներ։ Ամեն ինչ պիտի թողներ ու պիտի գնար։ Բայց Աստվածաշունչն ասում է, 2 օր էլ որոշեց Տերը այնտեղ մնա։ 2 օր ոտքը կախկցեց, չգնաց։ Բա որտեղ էր այդ սերը։ Չէր սիրում, ախր իր սիրելի ազնվորությունն էր հիվանդացել։ 2 օրից հետո, երբ որ գնաց, պարզվեց այդ մարդը մեռել է։ Երբ որ Ղազարոսի քույրը Մարթան տեսավ Հիսուսին, առաջի բանը, որ ասեց. Տեր, եթե այստեղ լինեիր, իմ եղբայրս չէր մեռնի։ Մեկ այլ խոսքով ուզում էր ասել. Տեր, եթե չուշանայիր, շուտ գայիր, իմ աղբերս կապրեր։ Երբեմն մենք մտածում ենք, ասում ենք. Տեր, եթե շուտ պատասխանեիր, ինչու չես պատասխանում, եթե անեիր, այս բանը չէր լինի իմ կյանքիս մեջ։ Բայց մի բան եմ ուզում ասել ձեզ, սիրելի քույրեր, եղբայրներ, ինչ որ մեր կյանքում լինում է, Աստծո խոսքն ասում է, Տիրոջ սիրողների համար ամեն բան բարի գործակից է լինում։ Ամեն։ Մենք կարող է չհասկանանք, մենք կարող է չտեսնենք, բայց Աստված յուրահատուկ ծրագիր ունի իր ամեն զավակի համար։ Մեր Աստված բացատրություններ չի տալիս, բայց ինչ որ անում է, ի բարօրություն քեզ համար է անում։ Աստծո կամքը բարի է, հաճելի է եւ կատարյալ է։ Երկրորդ քույրը հանդիպես Մարիամը նորից նույն բանն ասեց. Տեր, եթե այստեղ լինեիր, իմ եղբայրը չէր մեռնի։ Դարձյալ նույն մեղադրանքը կարծես թե Տեր ինչի ուշացար, ախր շուտ գայիր։ Շուտ որ գայիր, որ հասնեիր, հաստատ համոզված եմ, որ իմ եղբայրս կապրեր։ Արդեն 4 օրվա մեռած էր այդ մարդը։ Բայց ասեմ, որ Տիրոջ պատասխանները երբեք ուշ չեն լինում։ Սիրելի քույրս եւ եղբայրս։ Եվ Տերը ում կյանքում ինչ որ անում է, ճիշտ ժամանակին է անում։ Ասեց ուր դրիկ Ղազարոսին, գնաց գերեզման եւ մեծ զորավոր ձայնով հրամայելով ասեց Ղազարոս դուրս արի։ Զարմացած քույրերն ասին Տեր արդեն 4 օրվա մեռած է, հոտած է, հնարավոր չի։
բայց ասեց հավատա, որովհետև ես եմ կյանքը եւ հարությունը, քույրս եւ եղբայրս, դու այնպիսի Աստծու ես պաշտում, որ ընդհանրապես խնդիր եւ խնդրեմ չունի։ Հոբի գրքում գրված է, ասում է, թեև դու ասում ես նրան չես տեսնում, բայց քո խնդրի լուծումը նրա առաջին է։ Քո հարցի լուծումը նրա առաջին է, թեև դու ֆիզիկական աչքերով նրան չես տեսնում։ Հիմա քանս ենք Հիսուսին տեսնում։ Բայց քո հարցի լուծումը, քո դժվարության, քո խնդրի, կլինի առողջական, կլինի ֆինանսական, կլինի ընտանեկան, հոգեբանական, չգիտեմ, քո բոլոր հարցերի լուծումը նրա առաջին է։ Նա է որոշողը։ Եթե ամբողջ աշխարհն էլ ստորագրի եւ ասի, որ սա վերջն է, եթե քո Աստված վերջակետ չի դրել, ուրեմն իմացի որ վերջակետ չի լինելու։ Օրհնյալ լինի մեր Աստվածը, եւ Տերը չուշացավ։ Ղազարոսը հարություն առավ եւ դա մեծ վկայություն էր ամբողջ տարածաշրջանում։ Մարդու տեսակետից Տերը ուշացել էր, բայց Տիրոջ տեսակետից նա չէր ուշացել, որպեսի Տիրոջ փառքը երևա։ Եվ եթե չեմ սխալվում, Հիսուսն ասում էր, ես ուրախ եմ, որ այնտեղ չէի, որ հələ մի բան էլ մտածեն, ասեն, երևի էսի սարկած գործ էր, բայց Տերը գիտի ում կյանքում ինչ պետք է անի։ Մեկ այլ օրինակ էլ կուզեմ բերել Աբրահամի կյանքից, մի զույգ, որին Աստված հատուկ ընտրել էր եւ դուրս էր հանել եւ տանում էր խոստացված երկիր, բայց այս մարդիկ օրհնված լինելով Աստծուց, հարստացած լինելով, զավակ եւ ժառանգորդ չունեին։ Եվ Աբրահամի հոգսը, դարդը, ցավը սա էր, որ ես ախր այսքան ունեցվածքի տեր եմ եւ իմ ունեցվածքս ում պիտի թողնեմ։ Իմ ծառային պիտի թողնենք եւ մարդու կնիկ մեռնենք գնանք։ Բայց Աստված իրեն խոսք տվեց, ասեց քո զավակով քեզ պիտի օրհնեմ եւ շատ ազգեր քո զավակով պիտի օրհնվեն։ Եվ Տերը երբ որ իր խոստումը տվեց, հետաքրքիր է որ Աբրահամը եւ Սառան ծիծաղեցին։ Մենք մի շեշտադրում ենք որ Սառան ծիծաղեց, բայց Սուրբ Գիրքն ասում է երկուսն էլ ծիծաղել են։ Եվ ասեց իմ կինս դադարել է կանանց պես գնալուց, ես էլ ծերացած մեկն եմ մեզանից ինչ երեխա։ Մեր ժամանակն անցել է, մենք այլևս երեխա չենք կարող ունենալ։ Ուզում էր ասել Տեր, ոնց որ թե խոստումը ուշացել է։ Այ որ ջահել ժամանակ ասեր երեխա կունենա կհասկանայի, բայց հիմա որ ասում ես, բայց Սուրբ Գիրքն ասում է Աբրահամը առանց հույսի հույսով հավատաց եւ դա իր համար արդարություն համարվեց, թեև այս պարագայում նա չհավատաց Տիրոջ խոսքին եւ ծիծաղեց։ Եվ երբ որ անցավ այս խոստումից ժամանակներ, Աբրահամը տեսավ, որ չէ, երեխա չեն ունենում։ Եվ որոշեցին մարդկային լուծումներ գտնել։ Կինը ասեց, ավելի լավ է, արի իմ հարճի մոտ մտի եւ նրանից զավակ ունեցի։ Գիտեք, երբ որ Աստված ուշանում է քո կյանքի մեջ, դու չպետք է հավատքդ կորցնես եւ մարդկային լուծումներ չպետք է կայացնես։ Աստված հատուկ ծրագիր ունի եւ երբեմն ինքը ոտքը կախ է գցում, որպեսզի քո կարիքը, քո փափագը տեսնի եւ ի հայտ բերի քո կյանքիդ մեջ։ Ավետարանն ասում է Տեր Հիսուս Քրիստոս բարձրացավ մի լեռ եւ նրա մոտ էին գնում հիվանդները, անդամալույծերը, կաղերը եւ նրանից բժշկություն էին ստանում։ Ես միշտ մտածել եմ եւ հարցրել եմ, ասում եմ Տեր, ախր բայ ինչքանով է դա տրամաբանական։ Պատկերացեք ինչքան դժվար է կաղին, կույրին, անդամալույծին լեռը բարձրանա։ Է լավ չի դու արի ժողովրդի մեջ եւ ժողովրդին բժշկի։ Ինչու համար էր Տեր այդ մեթոդները օգտագործում, որովհետև մարդու կարիք եւ փափագն էր ուզում տեսներ։ Այն որ դու ասում ես հավատում եմ եւ ուզում եմ, պատրաստ ես դժվարությունների ճանապարհ անցնել։ Դու իրոք այդ կարիքը ունես եւ անհրաժեշտություն է դա քեզ համար։ Տերը երբեմն դժվարություններ է ստեղծում, մի պահ իր ձեռքը քաշում է, սրանով ուզում է տեսնել քո սրտի մեջի հավատքը։ Ուզում է տեսնել այն հույսը, որ իրա վրա ունես, արդյոք չի մարել քո կյանքիդ մեջ, թե վառ է մնում։ Եվ
Աբրահամն ու Սառան որոշեցին մարդկային լուծում գտնել իրենց հոգսի եւ խնդրի եւ ծնվեց Իսմայելը։ Եվ մի կարևոր բան եմ ուզում այստեղ ասել. մարդկային որոշումը միշտ էլ հալածում է աստվածային որոշմանը։ Այն լուծումները, որ դու գտնում ես ըստ քեզ, մարդ է աղոթք է անում եւ խնդրում է ֆինանսական օգնություն, որ ազատվի այս հոգսից, տեսնում է ոնց որ դա Տերը չի պատասխանում, մարդկային լուծումը կա, գնան վարկ վերցնեն։ Բայց սա խնդրեմ է ստեղծում հետոյի համար։ Կամ մեկ այլ խնդրի մեջ մենք որոշում ենք այս մի ծանոթին խառնենք, այն մի բարեկամին խառնենք, բայց լավ լինելու պատճառով երբեմն ավելի վատ իրավիճակի մեջ ենք հայտնվում։ Տերը գիտի սпасել, Տերը գիտի իր ժամանակին իր գործը անել։ Միայն ուզում է, որ դու քո հավատքդ եւ քո հույսդ չկորցնես։ Ինչ խնդիր եւ ինչ դժվարություններ լինի։ Եվ Տերը երկրորդ անգամ գալիս է եւ Աբրահամին ասում է, որ դու պետք է երեխա ունենաս։ Աբրահամն ասում է. Տեր, հենա Իսմայելը կա, էլի երեխու կարիք կա արդյոք։ Չէ, ասում է, դուք պետք է ունենաք երեխա։ Եվ այդ սերունդով պիտի օրհնվի քո ընտանիքը եւ բոլոր ազգերը, որից էլ Քրիստոս պիտի գա։ Եվ Աստված այնպես արեց, որ իրենք իրոք ունեցան իրենց երեխան, փոքրիկը ծնվեց եւ հրաշք կատարվեց այդ զառամյալ ծերունու եւ պառաված Սառայի կյանքի մեջ։ Եվ այնպիսի հրաշք, որ դրանից հետո, եթե չեմ սխալվում, Սառայի վրա թագավորներ էին սիրահարվում եւ իրանց կին էին ուզում վերցնել։ Այն պառաված կնգա վրա սիրահարվում էին։ Ֆիզիկական փոփոխություն հրաշքներ էր տեղ ունեցել նրա կյանքի մեջ։ Աստված չի ուշանում, Աբրահամի կյանքում էլ չուշացավ։ Կուզեմ իմ կյանքից մի պատմություն պատմել, որ ես էլ նույն այդպիսի մի ճանապարհով անցնում էի իմ ընտանիքի հետ միասին եւ Աստծո ողորմությունը եղավ իմ կյանքում։ Թեև շատ բաներ կար չէի հասկանում, շատ բաներ կար չէի իմանում, աղոթում էի, խնդրում էի, բայց պատասխան չկար։ Ունեի առողջական խնդիր, անընդհատ ցավեր, խնդիրներ, տարբեր հիվանդանոցներ, տարբեր ստուգումներ անցա, ոչ մի բան չէին հասկանում բժիշկները։ Ոչ մի անալիզ ցույց չէր տալիս ինչ որ խնդիր։ Վերջում բժիշկներից մեկն ասեց. «Տղա ջան, արի քեզ վիրահատենք, բացենք, տեսնենք ներսդ ինչ կա, ըստ այդմ որոշում կայացնենք»։ Շատ ծանր էր, հոգեբանորեն էլ ցավեր այնքան ուժեղ էր, որ անընդհատ ցավերի մեջ զուգահեռ մտքեր էին գալիս սատանայի հարձակումը, որ էսա կմեռնես, էսա քեզ կտանեն վիրահատության վատացած սեղանի վրա կմեռնես, կմահանաս։ Ես էլ նորա հոգի հավատացյալ, այսպես կարելի ասել, հավատքի մեջ թույլ անընդհատ մտածում էի, էսա կմահանամ, այնքան է հյուծվել, որ կրկվել մի բուռ էի դարձել։ Հետո անցավ մի որոշ ժամանակ, բայց լուծում չկար, ցավը իմ վրա այդպես ապրում էի։ Տիկնոջս հետ գնացինք մի օր կոնֆերանսի Կիրովականում, միգուցե հետո Աղաջան եղբայրն էլ եղած լիներ, 99 թիվն էր, մի անգլիացի մարգարեի քույր էր եկել, մոտեցանք, խնդրեցինք, որ մեզ համար աղոթք անի, ասում էին իրոք զորավոր մի մարգարեի է, նույնիսկ Հայաստանի համար ինչ որ մարգարեացել էր եւ կատարվել էր, մոտեցանք այդ քույրիկին, ասեցինք, որ խնդրում եմ ինձ համար աղոթք արեք, հոգս ունեմ, խնդիր ունեմ։ Այս քույրը մարգարեացավ, ասեց. Տերը ասում է քեզ գետերով կանցկացնեմ, բայց չես ողողվի, կրակի միջով կանցկացնեմ, բայց չես այրվի, որովհետև ես քեզ քո անունով կանչել եմ եւ դու իմն ես։ Ուրախացա, որ ես Տիրոջն եմ, բայց չգիտեի, որ պիտի գետերով անցնեմ, պիտի կրակի միջով անցնեմ։ Կինս այդ ժամանակ հղի էր եւ ես ցավերի մեջ, դժվարությունների մեջ կնոջս հետ երբ որ հետ էինք վերադառնում տուն, երբ որ հասանք Աբովյան եւ պետք է ավտոբուսից իջնեինք, կինս հղի վիճակում ավտոբուսից իջնելով դեն ժամանակ քույրերը երկար շորեր էին հագնում, շալվարներ չէին հագնում, այն ժամանակ կարծես թե մեղք էր համարվում, իջնելուց ոտքս դրեցի չիմանալով կնոջս այդ յուբկայի վրա, ինքը բերանի վրա ընկավ եւ փորով հարվածեց այդ բորձուրներին, շատ հղի վիճակում, արդեն ծնելու մոտ այդ ժամանակներն էր, շատ վատ վիճակում այդպես հասանք տուն,
ու մի քանի օր ամուսիններով ես իմ ցավերի մեջ, ինք իր ցավերի մեջ պարկած ենք եւ փոքր մեծ տղաս 3 տարեկան էր, անօգնական, նեղված, դուրս բացող չկար, լացով աղոթում եմ, ասում եմ Աստված ջան, այն որ ոչ մի խնդիր չունեի, տնիցս ոչ մեկ չէր պակասում։ Բայց այս հիվանդության մեջ ոչ մեկ դուրս չի բացում, ախր սենց ոնց կլինի։ Մարդու կնիկ պարկած, ես ախ եմ ասում, կնիկս վախ է ասում։ Ես ախ եմ քաշում, ինքը վախ է քաշում։ Ու գիշերվա կեսին մեկ էլ կինս ասեց ես լավ չեմ։ Ինձ տար հիվանդանոց։ Դե այդ փոքր երեխուն թողնեմ։ Մեր հովի Վեհրանդ եղբայրը նույն շենքում ենք ապրում, գնացի գիշերվա 3-ն էր, 4-ն էր, դուռը ծեծեցի, եղբայրը խառնված է լավ, ասեց ինչ եղա, ասի այսպես կնոջ ուզում եմ հիվանդանոց տանեմ, խնդրեմ գաք երեխայի մոտ մնաք, ես կնոջս տանեմ հիվանդանոց, եկավ եղբայրը, ես էլ գնացի այն ժամանակ հեռախոսներ չկար, որտեղ հոսանքներ էին անջատում, 90-ական թվերի բան եմ պատմում, ժողովուրդ ջան, դժվարություն, աղքատություն, տաքսի էլ չկար, որ հեռաձայներ կանչեիր, ոտքով գնացել եմ մոտակայի տաքսի պարկից, տաքսի եմ կանչել, տաքսին եկա, ինչը մի կերպ կնոջս իջացրինք, նստեցրինք մեքենան, որ պետքա տանենք, պատտվեց շենքի հայաթից, որ պիտի գնա, ակը պայթեց։ Այս տաքսիստը ասում է, այ տղա ջան, գիտես քանի ծնտկան եմ տարել հիվանդանոց, սառը չի դեպքն է, սա սատանի գործ ասում է։ Այս ի՞նչ է կատարում։ Վերջ չէ, մի կերպ փոխեցին, այդ ակը տարանք հասցրինք հիվանդանոց, դե սպասում եմ, որ այսա կծնվի փոքրիկ, այսա կծնվի, մեկ էլ բժիշկը եկավ սփռտնած դեմքով ասեց, կներեք ձեր կին արյունահոսում է, մենք չգիտենք ինչ անենք, ասեմ ձեզ, որ մի կին ձեր կնոջից առաջ մահացել է նույն արյունահոսության պատճառով եւ ինքն է մահացել եւ իր պտուղն է կորել, դե շոկային վիճակ չգիտեմ ինչ անեմ։ Միայն Աստծուն եմ կանչում, ինչ անեմ, աղաղակում եմ Տեր ողորմիր, Տեր հասիր, Տեր օգնական եղիր եւ ես էլ երիտասարդ այդպես ապրումներով հարազատներս մոտս չեն, կնոջս հարազատները մեր մոտը չեն, մենակ ենք, ինչ անենք եւ այսպես միայն աղոթում եմ, միայն հույս Աստծո վրա եւ խնդրում եմ Տեր օրհնիր, Տեր ողորմություն տարա, բայց ոչ մի պատասխան։ Այդ օրը անցավ, փոքրիկը չծնվեց։ Բայց ասում են անընդհատ արյունահոսում է, կտրվում արյունահոսում է, բայց մենք վախենում ենք մոտ գնանք, որպեսզի այդ ծնունդը ընդունենք։ Հովվի կինը, մեր հրանտ եղբոր կինը ինձ հետ եկել էր եւ բան էր բերել, ուտելու բան էր բերել կնոջս, իր հետ երբ որ տուն էին գնում, շատ սրտեղված, շատ լացելով, հասա իրանց տուն, ասեց գնանք մեր տուն մի բաժակ թեյք խմես, հետո կիջնես, մինչև քույրը թեյքը դներ, լացով ասի Տեր ուզում եմ իմ հետ խոսես։ Շատ եմ խնդրում, ուզում եմ իմ հետ խոսիր։ Ինչ է կատարվում, ինչ պետքա լինի։ Ասեմ ձեզ, որ այդ ժամանակ ֆինանսական դժվարություններ ունեինք, շատ բարդ էր մեր վիճակը։ Եվ Սուրբ Հոգին առաջնորդեց կարդամ Եսայի 60-րդ գլուխը։ Սա այն գլուխն է, որ ասում է վեր կաց, լուսավորվիր, քո լույսդ եկել է, այնտեղ ասում է ազգերի հարստությունը դեպի քեզ է գալու, քո որդիներդ, քո աղջիկներդ հեռվանց են գալու, քո վերքերս լավ բաներ, հավատքով լցվեցի, հասա այն վերջի կետը կարդացի, ամենափոքրը քո 1000 պիտի դառնա եւ ամենապստիկը զորավոր ազգ։ Սենց աչքերս փագի, ասի Տեր, ախր լավ ես ասում, բայց երբ Սուրբ Հոգին ասեց հաջորդ բառերը կարդա։ Հաջորդ բառերը գրած էր ես Տերս իր ժամանակին շուտով կանեմ։ Ես Տերս իր ժամանակին շուտով կանեմ։ Հավատացեք, ես էլ չկայի։ Արցունքները աչքերից լացում եմ, ես հասկացա, որ Տերը չի ուշանալու իմ կյանքի մեջ։ Իմ Տերը չի ուշանալու իմ ընտանիքի որևիցե խնդրի մեջ։ Եվ այդ օրը անցավ, դարձյալ անհանգիստ էի, գանթատ գնում էի, գալիս էի հիվանդանոց, ասում էի ոչ մի փոփոխություն չկա։ Թվում է թե Աստծո խոսքը որ եկավ, հենց այդ պահին կարողա լինի, բայց չէ։ Տերը ասել է իր ժամանակին եւ շուտով կանեմ։ Հաջորդ օրը երբ որ գնացի լուսաբացին ասին որ աչքդ լույս,
տղա ես ունեցել, ամեն ինչ բարեհաջող է անցել, մեկ էլ զանգեցին Մոսկվայից, ասին քեզ գումարներ ենք ուղարկում, ու այսպես այդ օրհնությունը առատությամբ եկավ եւ ֆինանսական, եւ երեխաս ծնվեց, եւ կինս ողջ առողջ տուն վերադարձավ, շատ էի ուրախացել, բայց մի բան ասեմ, այդ ճանապարհին, երբ որ անդադ գնում էի ծնդատուն եւ գալիս էի, այդ մտքերը ինձ անդադ հետապնդում էին, որ դու էլ հեսա կմահանաս, այդ ցավերի մեջ կմահանաս, բայց իմ մեջ sense խոսելով, աուտար լեզներով աղոթելով գնում էի հասա 4-րդ միկրոյի մոտ, մոտավորապես մեր Ռոբերտեն շենքերի մոտը, Սուրբ Հոգին ոնց որ ինձ առաջնորդեր։ Կանգնա, sense ժողովուրդը գնում գալիս են ու կանգնա բարձրաձայն ասի՝ լսի ով սատանա, ես քեզ ինչ եմ ասում։ Իմ Աստված կարող է ինձ բժշկել, բայց եթե չբժշկի մեռնեմ, իմ Աստված կարա ինձ հարություն տա։ Ու գնացի։ Դրանից մինչև այսօր ոչ ցավ ունեմ, ոչ խնդիր ունեմ, ոչ էլ բժշկի եմ գնացել։ Փառք Տիրոջը, Տերը ինձ բժշկեց եւ ես այդ օրվանից Աստծո օրհնությունը վայելում եմ իմ կյանքիս մեջ։ Անցան օրեր, անցան ժամանակներ, դե քրիստոնյա եմ, հավատացյալի խասյատնա, ուզում եմ իմանալ, բայց այդ ինչի իր գլխով անցավ։ Շատ հարցնում եմ, Տեր, բայց ինչու, Տեր, բայց ինչու։ Ուզում եմ խոսած, դրա իմաստը ո՞րն էր, դրա միտքը ո՞րն էր, ինչու պիտի մենք այս դժվարություններով անցնեինք, ինչ այդ խնդիրներով պիտի անցնեինք, մարդու կնիկ այդքան բաներ քաշեինք։ Եվ այդ պահին մի հետաքրքիր բան կատարվեց։ Քայլելով այդ ինքս ինձ հետ խոսելով գնում եմ մտքով Տիրոջ հետ, մեկ էլ հերվից մի փոքր քամի բարձրացավ, ժողովրդական խոսքով ասում են սատանի քամի, ասենց փոշի կեղ զիվիլ, սա հավաքելով գալիս է։ Հերվից սենց հավաքելով Տերը, փոշի, թուղթ, պապիրոսի, չգիտեմ, պատուփեր, սենց եկավ հասավ ինձ, ասես այն ձեր կտրորի կանցնի։ Եկավ հասավին, իմ ոտքերից մոտ սենց հանգեց։ Երբ որ հանգեց, Սուրբ Հոգին ասեց՝ ուշադիր նայ այնտեղ մի թուղթ կա։ Նայեցի, տեսնեմ այդ փոշու կեղտի մեջ թուղթ կա, ասած վերցրու եւ կարդա։ Երբ որ ես վերցրեցի, բացեցի, տեսնեմ մեր հին երկարաններից մի հատ երգ։ Աղաջան եղբայրը կարող է ասենց հաստ երկարաններ ունեինք, 105 համարի երգը։ Բացել եմ, ասում եմ դե կարդա, հիմա կուզեմ կարդալ։ Թե չստանաս այստեղ լուծում քո շատ հեղված արտասուքներ, պայծառ լուսո այն աշխարհում դու կտեսնես, թե միտքը ինչ էր։ Հուսա Աստծուն եւ համբերի, թե շատ լինեն փորձություններ, մի վհատվիր, հաղթող եղիր, այնտեղ կտեսնես միտքը ինչ էր։ Եթե երբեք քո կյանքի մեջ պայծառ արև չծագի եւ դու ապրես սև ամպի մեջ, այնտեղ կտեսնես միտքը ինչ էր։ Եթե ամեն քո փափագներ հերթով մեկ-մեկ առ մեկ մերժվեն, իջիկ դառնան ամեն հույսեր, այնտեղ կիմանաս միտքը ինչ էր։ Քո բարեկամ հավատարիմ քեզ մոտ միշտ ամեն օրեր կառաջնորդե գիտե ուղին, այնտեղ կիմանաս միտքը ինչ էր։ Ես չգիտեմ ինչու անց այդ ամենով, բայց որ գնամ երկինք, Տերը ասելու է, դա ինչի համար էր։ Փառք Տիրոջը, սիրելի քույրս եւ եղբայրս, երբեք հույսը չկտրես։ Բաներ կա, որ քո ուզած ձևով չի լինում։ Բաներ կա, որ քո սպասած ձևերով չի լինում։ Աստված իր լուծումները եւ իր պատասխաններն ունի։ Աստված քո խնդրին իր ուզած ձևով է պատասխանում։ Միայն հուսա, միայն հավատա, հանկարծ չտրտնջաս, հանկարծ չբողոքես, հանկարծ Աստծո առջև տրտունջ չանես, հույսդ միշտ նրա վրա դիր։ Եմ մի առակել պատմեմ ու դրանից հետո կավարտեմ իմ խոսքս։ Կուզեմ մի առակ պատմել, որ այդ առակը կոչվում է 3 ծառերի առակը։ Ասում են մի մայր անտառի փեշին մի մայր ծառ կար, որ իր մոտ 3 փոքր ծառեր կային։ Կարծես թե մայրը իր երեխաների հետ։ Մայրը խոսում է, այս մայր ծառը խոսում է այս ծառերի հետ, ասում է. երեխեք ջան, որ մեծանաք, ինչ եք ուզում դառնաք։ Մենք հայերս ունենք, չէ, այդպիսի հատկություն, միշտ մեր երեխեքին ասում ենք, բալեք, որ մեծանաք, ինչ եք ուզում դառնաք։ Դե սովետի մարդիկ տղաներ միշտ ուզում են լոջիկ դառնային, աղջիկներն էլ բժիշկ էին ուզում դառնային։
Այս մայրը հարցնում է, ասում է. «Բալես, դու ինչ ես ուզում դառնաս»։ Առաջին ասում է. «Գիտես, մայր, ես մի երազանք ունեմ, երբ որ մեծանամ, ես ուզում եմ, որ ինձանից մի գեղեցիկ օրորոց պատրաստեն եւ աշխարհի ամենաճանաչված հեղինակավոր գեղեցիկ բալին իմ մեջ գրկեմ։ Իմ նպատակը սա է»։ Երկրորդին ասում են. «Բա դու ինչ ես ուզում դառնաս»։ Ասում է. «Ես որ մեծանամ, իմ նպատակս, իմ փափագս սա է, որ ինձանից մի նավ պատրաստեն, աշխարհի ամենաճանաչված, հեղինակավոր, հարուստ, հայտնի մարդը նստի իմ մեջ, ու ես տանեմ ծովի մեջ եւ ծովի գեղեցկությունը ցույց տամ»։ Երրորդին ասում են. «Բալես, դու ինչ ես ուզում դառնաս»։ Ասում է. «Ես ուզում եմ, որ ինձ չկտրեն, ես իմ տեղում մնամ, վեր սլանամ, այնքան բարձրանամ, որ մարդ, որ ինձ նայես, ներքևից վերև, այնքան վերև նայ, որ Աստծուն տեսնի»։ Անցնում են տարիներ, այս փոքր ծառերը մեծանում են եւ մեծ ծառ են դառնում։ Առաջի ծառին գալիս են, կտրում են եւ տանում են իր երազանքի հետևից։ Ոչ թե սարքում են օրորոց, այլ սարքում են մի մսուր։ Այս ծառը ձենը գլուխն է գցում, ախր Տեր Աստված, իմ նպատակս, իմ փափագս օրորոց լինելն էր։ Ընձի մի մսուրեն սարքե, բերե գցել են այս գոմի մեջ, այս անասուններն էլ խոտը ուտել չգիտեն, սաղ թափում են ներքև վրիցս այդ գոմի հոտն ա գալի, ախր իմ երազանքս դա չէր։ Ես ուզում եի օրորոցն է եւ ամենագեղեցիկ երեխային գրկեի իմ մեջ, ախր ինչի ես դժբախտ եմ, ով Աստված, ինչի թույլ տվեցիր։ Աստված ասում է. «Սպասի, իմ փառքս կտեսնես»։ Օրերից մի օր Մարիամը եւ Հովսեփը այցելեցին այդ գոմ։ Ծնվեց Հիսուս մանուկը եւ դրվեց այդ մսուրի մեջ։ Օ Տեր Աստված, փառք քեզ, ոչ թե ամենագեղեցիկ եւ ամենալավ երեխային, այլ երկիր ստեղծող Աստծուն գրկեցի իմ մեջ։ Ես երջանիկ եմ, իմ երազանքս կատարվեց։ Երկրորդ ծառին գալիս են կտրում եւ տանում են, ոչ թե նավ են շինում, այլ մի փոքրիկ նավակ, ու տալիս են Պետրոս Սարաքյալի ձեռք։ Այս Պետրոսի օգտագործելով ձկնորսության համար այս ծառը նույնպես, այս փայտը նույնպես խոսելով բողոքում է, դժգոհում է իր բախտից, ասում է. «Ես անբախտ մեկն եմ, ախր իմ երազանքս ուրիշ էր, որ ես պիտի նավ լինեի, ինձանից նավ պիտի շինեին, ես ճանաչված մարդկանց պիտի տանեի, ծովի գեղեցկությունը ցույց տայի, ընկել եմ այս Պետրոսի ձեռքը, վրիցս ձկան հոտ ա գալիս, մի ծուկ բռնել էլ չգիտի, փնթի ա պահում, լավ չի պահում, դժգոհում։ Աստված ասում է. «Սպասիր եւ իմ փառքս կտեսնես»։ Մի օր եկավ Հիսուս, ասեց. «Պետրոս, նավակիդ մեջ տեղ կտա՞ս»։ Հիսուս մտնելով այդ նավակի մեջ քարոզեց, պատգամ տվեց, հետո ասեց նավակը տար ծովի խորքը եւ այնտեղ հրաշք տեղ ունեցավ, գոհանալով ասեց. «Տեր, շնորհակալ եմ, որ ամենահեղինակավոր մարդին եմ ընդունել իմ մեջ, ամենահեղինակավոր տերերի Տեր եւ թագավորների թագավորն է նստել իմ մեջ եւ ես նրան տարել եմ ծովի խորքերը»։ Ճիշտ է, մսուրը այդպես էլ մնաց մսուր, օրորոց չդարձավ, այս նավակն էլ ձկնորսական չդարձավ մի նավ, բայց իր երազանքը կատարվեց։ Քո կյանքում էլ բաներ կան, որ քո ուզած ձևով ես պատկերացնում, բայց Աստված մեկ ուրիշ ձևով կարող է քո երազանքդ կատարածել։ Երրորդ ծառին, երբ որ գալիս են կտրում են, այս ծառը ձենը գլուխը գցած ասում է. «Ախր Աստված իմ, այս իմ երազանքը ինչու ես փշրում, ես չէի ուզում, որ ինձ կտրեին, ինձ ինչի են իմ տեղից կտրում, ես ուզում եմ վեր սլանամ եւ քեզ ցույց տամ»։ Ու տանում են, որ խաչ սարքեն, ասում է. «Հերիք չէ ինձ կտրել եք, մի հատ էլ ին վրա մարդ պիտի մեռնի, ախր ես ուզում եի, որ Աստծուն ցույց տայի իմ բարձրությունով եւ իմ մեծությունով, հիմա ին վրա մարդ պիտի մեռնի»։ Ասում է. «Սպասիր, իմ փառքս կտեսնես»։ Հիսուսին բերին եւ այդ փայտի վրա խաչեցին։ Եվ 2000 տարուց ավել այդ փայտը ցույց է տալիս կենթանի Աստծուն։ Օրհնյալ լինի մեր Տերը։ Քույրս եւ եղբայրս, չգիտեմ ինչ երազանք ունես,
ինչ նպատակ ունես, ինչ դժվարություններ ունես, միշտ հիշիր, Աստված կարող է քո խնդիրներին լուծում տալ։ Քո պատկերացրածով կարող է չլինել, քո ուզած ձևով կարող է չլինել, բայց Աստված կհասցնի քեզ քո նպատակին եւ ճիշտ ժամանակին ցույց կտա իր փառքը։ Միայն ինձ եւ քեզ ասում է՝ հուսա եւ սպասիր եւ Տիրոջ փառքը կտեսնես։ Սիրելի քույրս եւ եղբայրս, ավարտելով ուզում եմ ասել, հույսդ երբեք չկտրես։ Երբեք չտրտնջաս Աստծո առջև։ Եթե չես տեսնում, եթե բացատրություններ չունես, չես հասկանում, որ գնանք երկինք, մի բան ենք ասելու. ով Տեր, ինչ որ արել ես ճիշտ ես արել։ Ով Տեր, ինչ որ եղել է իմ կյանքիս մեջ, լավ է որ արել ես այդպես։ Շնորհակալ եմ, որ դու կաս իմ կյանքիս մեջ եւ իմ կյանքի առաջնորդը դու ես։ Ուստի չլինենք տրտնջացող, չլինենք ընկճվող, այլ ընդհակառակը գոհացող լինենք եւ փառավորող մեր կենթանի Աստծուն։ Մեր կյանքի բոլոր իրավիճակների մեջ մենք ապավինենք Նրան, մեր հույսը նրա վրա դնենք եւ նա մեզ կօրհնի եւ կփառավորվի մեր կյանքի մեջ։ Տեր օրհնի ձեզ, լինեք օրհնված։